Հարցս վերաբերում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Սույն թվականի փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ թույլատրվել է մարզպետների աշխատակազմերին 2022-ից 25 թվականներին ավանության արժանացած եւ համայնքների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի իրականացման պայմանագրերում կատարել փոփոխություններ եւ դրան ժամկետները երկարացնել մինչեւ 27 թվականի հունիսի 30-ը։ Խոսքը վերաբերում այն պայմանագրերին, որոնցով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։ Այս որոշումը չունի ստակություն եւ չի ներառում ոչ ծրագրի ամբողջական ցանկը, ոչ էլ դրանցով նախատեսված ֆինանսավորումը։ Հիմա հարցս. այս որոշմամբ քանի ծրագրերի եւ ենթակառուցվածքների կատարումն է հետաձգվել եւ որքան է կազմում դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, համեցեք պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղազյան, մի անգամ նախկինում այս հարցին պատասխանելու առիթ ունեցել եմ, դա 2025 թվական փոխանցված աշխատանքների մասին էր, նույնը պետք է ասեմ, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի քանի 100 շինարարության մեջ, որոնցում տարբեր հանգամանքներով պայմանավորված որոշակի աշխատանքներ յուրաքանչյուր տարի 2018 թվականից սկսած անհրաժեշտություն է լինում տեղափոխել հաջորդ տարի։ Այդ աշխատանքները վստահաբար իրականացվում են, այդ աշխատանքները շարունակաբար իրականացվել են, համաձայն չեմ են դիտարկման հետ, որ ցանկ չկա, ցանկ կա, նաև հաշվարկ կա, ցանկը կփոխանցենք ձեզ, եթե կարիք կա։ Պարոն Խուդացյան, դուք որդեգրել եք թափանցիկ աշխատանքի գործելավոճ։ Եթե նախկինում օրինակ կար ցանկ, որտեղ 39.5 միլիարդի աշխատանքներ, ինչ-ինչ պատճառներով ծախողվել էր կամ թերացել էր, տեղափոխվել է, այս տարի այդ ցանկն էլ եք հանե, որպեսզի չկարողանա մեր հանրությունը կամ բնակչությունը կոնկրետ իմանա իր համայնքում իրականացվող աշխատանքները երբ են ավարտվելու, չէ՞ որ այդ աշխատանքները նախատեսված է հաշվետու տարում ավարտել։ Հիմա դուք ասում եք, որ մենք կներկայացնենք կան աշխատանքներ, դրանք չափելի չեն։ Ինձ պետք է ցանկ, որտեղ ռեալ տեսնեմ ես, որտեղ բյուջետային այդի ժամանակ դուք բարձրաձայն ասում եք, այսքան գումար նախատեսվել է սուբվենցիոն ծրագիր, գերատեսչական հանձնաժողովը հաստատել է այսքան միլիարդ դրամի չափով։ Հիմա մենք որպես ազգային ժողով, խորհրդարանական երկիր, չպետք է իմանանք, ես որպես падգամավոր ես մի ամիս չարչարում եմ, չեմ կարողանում գտնել այդ ցանկը, քանի ծրագիր է ծախողվել կամ թերաց է ծախողում, բարից նեղվում եք դուք։ Բա քաղաքացին եւ բնակչությունը որտեղից իմանա։ Եվ դա չափելի չէ ձեր պատասխանը։ Կոնկրետ թվերով, ծրագրերով, ենթածրագրերով եւ չկատարված աշխատանքների տեղափոխման ֆինանսական չափով պետք է ասեք, որ մենք կարողանանք հասկանալ այդ ամեն ինչը։ Շնորհակալություն։ Պարոն Ղազյան, ոչ մի աշխատանք չի ծախողվել, ցանկի հետ կապված ասեցի, որ կփոխանցեմ։ Եթե ցուցանիշ եք ուզում, ապա ասեմ, որ 2025 թվականի ընթացքում երբևէ ամենամեծ թվով համաֆինանսավորումն ենք իրականացրել, ընդհանուր իրականացվել է 62 միլիարդ դրամի շինարարական աշխատանք սուբվենցիոն ծրագրերի մասով, որից 33 միլիարդ դրամը համաֆինանսավորվել է պետական բյուջեից։ Սա 2019 թվականից սկսած ամենամեծ ցուցանիշն է։ Նորից եմ կրկնում, կարևոր ցուցանիշ ձեր մտահոգությունը փարատելու համար 2019 թվականից սկսած 2025-ին ամենամեծ թվով ծրագրերն ենք իրականացրել, ֆինանսավորել ենք 62 միլիարդ դրամ, որից 33 միլիարդ դրամը համաֆինանսավորել ենք պետական բյուջեից։ Նախկինում երբևէ այսպիսի թիվ չի եղել։ Մտահոգություն մի ունեցեք այս մասով, ցանկը կփոխանցենք։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Արփինե Դավոյան։